Ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում ու ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին եւ ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու եւ սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևակերպվում է մի խայտառակ պատկեր։ Իշխանության ղեկավարը փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի եւ պատասխանատվության մասին հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը եւ այն տեղափոխվում է վիրավորական բառապաշարի դաշտ։ Արի մի դեպ մի գնա, Ռոբերտ Սերջը եւ մյուսները, ովքեր մի դեպ հանգիստ այս տահակներ, այդ փախածներ, չոքցնելու եմ սաղիդ, հատ մասկեկները համապատասխան տեղերը։ Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։ Մինչդեռ շտաբներում ըստ քաղաքական դաշտից մեզ հասնող տեղեկությունների ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի տասովշիկները, իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն, գլխաքանակ։ Այս ֆոնին առավել քան տարակուսելի է ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչների Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Անահիտ Ավանեսյանի եւ մյուսների պահվածքը Փաշինյանի վերջին միջադեպերի ժամանակ։ Փոխանակ փորձեին զսպել նյարդայնացած վարչապետին, հանգստացնել իրավիճակը եւ քաղաքական գործընթացը պահել արժանապատիվ դաշտում, նրանք փաստացի լուռ հետևում էին, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Մեջբերում եմ, եթե դու Ռոբն ես, Ռոբին էլ եմ կզցնելու, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, մեջբերման ավարտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը օրերս։ Չոքցնել եմ, սատկացնել եմ։ Փաշինյանի կողքին կանգնած պաշտոնյաները հրճվում էին, չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։ Մեկ այլ դրվագում էլ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց էր տալիս Արթուր Օսիպյանի գրառումը տականքին նայ։ Ինչից հետո վարչապետն առավել նյարդայնանում է, հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։ Մեջբերում եմ, լակոտ ոտի տակ չընկնես, արա այդ տականք բացատրի դու ինչի չես զոհվել, դու ինչի մի խրամատում չես զոհվել, եկել ես Երևան դվիժենիներ անելու։ Արա այդ փախածն է, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես։ Այսով կերին արասրավ, եկել են մապտապտարը, այս Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակները պաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արթուր Օսիպյանը գլուխը պատին ես տովել Արթուր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը, Արթուր Օսիպյանն եմ, Փալանչյանն ասումն է։ Օսիպյանն այս պահին ձերբակալված է, փորձում են կալանավորել նրան։ Բայց չպետք է մոռանալ, որ երբ խոսքը վերաբերվում է Արցախից տեղահանվածներին, պատերազմի զոհերին ու հանրային ծանր վերքերին, չի կարելի խոցել դրանք։ Անգամ իշխանության կողմից առաջադրված մարդու իրավունքների պաշտպանը, թեև բավականին անատամ եւ հասցեականությունից զուրկ ձևակերպումներով, այնուամենայնիվ անդրադարձավ նման վարքագծի անթույլատրելիությանը։ Այս ամբողջ պատկերը մի կարևոր բան է ցույց տալիս. ՔՊ թիմի ներսում կարծես չկա մեկը, ով նյարդայնացած պահին կարող է մոտենալ Նիկոլ Փաշինյանին եւ ասել. «Պարոն Փաշինյան, սա գեղեցիկ չէ, սա էթիկայից դուրս է, սա վարչապետին հարիր պահվածք չէ, մի արեք»։ Դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին է խոսում, այդ տական։ ՔՊԱ-ականները անգամ հետո չեն քննարկում այդ վարքը, փոխարենը թիմը կամ լռում է, կամ էլ իր ներկայությամբ նախ պրովոկացնում, ապա լեգիտիմացնում այդ վարքագիծը։ Փաշինյանը իրապես չնայած անսահման ռեսուրսներին միայնակ է իր ուսերին վերցրել քարոզչությունը, մյուսները ֆոն են ստեղծում գլխաքանակ ապահովելով։ Ինչի՞ չեք դուք այդ զոհերի մեջ, ստահակներ, ինչի՞ դուք այդ զոհերի մեջ չեք։